նշանակում է ինքը իր մղումների մեջ ազնիվ չի, այլ ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա։ Նույն կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բոլորս գիտեինք, որ ոչ մեկը չի, ասում եմ էլի դե, որ ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել, դա իմ անձնական կարծիքն է։ Հետեւաբար նաեւ դա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Մի րոպե, մի վարքյան, մի վարքյան, Ամերտ ասում եմ բոլորը գիտեն ինչ փաստեր ներկայացնելու մասնակցում։ Փաստեր եմ ներկայացնելու որ ցավալի։ Ախպեր բոլորը գիտեն այդ մասին։ Բոլորը գիտեն որ դա այդպես է։ Ինչու է հիմա Փաշինյանը։ Հիմա մի րոպե հարցս, բանը միտքս ավարտեմ։ Հա, եւ հետեւաբար, եթե բոլորս գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի համապատասխան բան կերպար։ Որտեղ է սա։ Մի րոպե, 7 տարի առաջ գիտեինք։ Բայց այդ մասում նպատակային օգտագործում։ Այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի, այսպես կոչված իր երազած տիպարը։ Որտեղ է սա ճարելու այն արքիեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որոնք պահպանել են այդ ամեն ինչը։ Չկա տես բան։ Նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։ Ինչ է կարծում, ինչ կարող է անել պարոն Աղազյան, քանի որ նաև իր նախկին թիմակիցն է, գուցե նաև տրամաբան։ Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարող անել, որովհետև ես նախ առիթներ եղել խոսել ենք ես իմ վերաբերմունքը կրոնի հանդեպ ընդհանրապես եկեղեցու ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, այդ մակարդակի անհատներ, որոնք պետք է, ասենք, թույլ չտան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործերին։ Քաղաքացիական բախումներ արդյոք չլինի, պարոն Աղազարյան, քաղաքացիական բախումներ, որովհետև ըստ էության Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի եւ հեռացնի կաթողիկոսին։ Կարող է հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Εμείς թևին մյուսները կարող պատահի կոչանեն, εμείς թևին կարող է, ես չգիտեմ, կարող պատահի խոհեմալեն չանեն այդ ամեն ինչը չանեն, բայց ինչպես մի անգամ վերջերս ասեց Էդմոն Մարուկյանը, շատ տարօրինակ է այն համընկնումները։ Տեսեք հարցում եք ասում եք 7 տարի առաջ չգիտեիք, շատ տեղին հարց է, բայց իհարկե 7 տարի առաջ գիտեք, 6 տարի առաջ, 5 տարի առաջ։ Երբ որ այսօր է տեղի ունենում, արդեն սարսռում ես անհանգստությունից սարսռում ես, որ սա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն չկարանանք բան անել։ Հա, Ադրբեջանը։ Պատահական չի Նիկոլ Փաշինյանի այս Ոչ։ Սա հիմքում ընկած այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ, բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որը հենց եկեղեցու, այսինքն հենց սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության, ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցին հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի, ինչ-որ մի էթնոսի շահերներ պաշտպանի մարդկային արժեքի համակարգից ելնելով։ Այստեղ էլ պաշտպանում է Ղարաբաղցիների շահերը, Ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը։ Բա պիտի անի։ Այսինքն Փաշինյանը Բա պիտի անի, անհանգիստ կարծում եմ։ Այո, հա։ Այո, դա չէր կարա այդքան համակրումներ լիներ։ Այսինքն Հաշազադե երեխեք հարց եմ ուզում տալի ժամանակ։ Պարոն Աղազարյան, որ դուք ասում եք, որ բոլորս գիտենք վեհապարի հետ կապված կողմ։ Վեհապարի հետ կապված չէ։ Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոնությունը։ Ինչ եք տեսել։ Որտեւ ես տղամարդ եմ էլի, գիտեք ինչ, կներեք էլի։ Պարոն Աղազարյան, մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածության կաշտիճանի ենթադրություն էլի, ոչ թե ասենք այս ապրիորի, հետո գիտեք ինչ, որ ասում են կուսակրոն։ Այդ կուսակրոնությունը ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակրոնություն ունենի 30 տարեկանից։ Բա միջև այդ կուսակրոն չէր։ Հետո դարավ կուսակրոն։ Նշանակում է կուսակրոնությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում եսիմիջ քրիստոնյա մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ, ասենք կուսակրոնության հենց խախտված է, եթե այդպես նայենք, կուսակրոն, եթե ճիշտ եմ հասկանում կույս բառի իմաստը,
Խախտված է եղել եւ որ հետո որոշ ժամանակ հետո է դարել, չէ՞ կուսակրոն։ Ուսումը այդ բանը չի պահպանված եղել։ Հետեւաբար կուսակրոնությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ չպիտի ամուսնանա, տարաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու, իրաց